Պարոն վարչապետ, պարզապես այս դեպքում հոռետեսությունը նաև ձեր թիմակիցների ներսում կա։ Նրանք ասում են Ադրբեջանը անգամ զիջումներից հետո չի ստորագրելու այս պայմանագիրը։ Հիմա անդիմախոսներն էլ ասում են ում է պետք, ինչ արժեք ունի այդ թուղթը, եթե անգամ զիջումներից հետո Ադրբեջանը չի ստորագրելու։ Իսկ կներեք ինչ զիջումների մասին է խոսքը։ Ընդդիմության մեկնաբանությամբ երկու կետերը, որոնք մենք համաձայնություն ենք տվել, դրանք զիջումներ են։ Առաջինը միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելը, որովհետև նշում են, որ Հայաստանը ավելի ուժեղ դիրքերում է միջազգային ատյաններում, եւ երկրորդը, գիտեք, համաձայնեցված չէր, երրորդ ուժեր չտեղակայել է սահմանին, հիմա սա համաձայնեցված է եւ նշում են Ադրբեջանը այսպես թե այնպես երրորդ ուժեր չէր տեղակայում, իսկ ահա մենք Եվրամիության դիտորդներ ունենք ու այստեղ հարց է առաջանում, բա սահմանային խորքը ո՞րն է, Եվրամիության դիտորդները կարող են կրկին Հայաստանում գործել չլինելով սահմանային դիտարկում իրականացնող ուժ, թե պետք է հեռանան Հայաստանից։ Նախ արձանագրենք հետևյալը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում ոչ Ադրբեջանի, ոչ մեզ համար չկա։ Երկրորդը տպավորությունը, թե Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համեն դեպս մենք ժամանակ առ ժամանակ տեսել ենք եւ դիտարկել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Երրորդը Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր կառավարությունը, ես եմ հրավիրել եւ ես շնորհակալ եմ նրանց մեր այդ հրավերին արձագանքելու համար, բայց մյուս կողմից պետք է մենք նպատակից գանք։ Ինչ նպատակով ենք մենք Եվրամիության դիտորդներին հրավիրել Հայաստան տեղակայվելու եւ աշխատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Կայունության եւ ինչ որ առումով խաղաղության միջոց եւ գործոն որպես։ Եվ հիմա ես ուզում եմ ուշադրությունը մեր հրավիրեմ, որ երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթը ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո։ Այսինքն միջև այդ կետը ամենայն դեպս այս հարթության մեջ որևէ խոչընդոտ չկա, որ Եվրամիության դիտորդները աշխատեն։ Իսկ դրանից հետո հիմա կանդրադառնամ։ Եվ նաև եկեք չմոռանանք ինչ նպատակով ենք մենք Եվրամիության դիտորդներին հրավիրել, որպես խաղաղության եւ կայունության գործոն։ Եթե մենք այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության եւ կայունության ավելի ուժեղ գործոն, ավելի հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք եւ նախընտրեինք միջանկյալ գործոնը, որը շատ կարեւոր գործոն է։ Այսինքն մեր նպատակը այն է, որ մեր կայունության սահմանի երկայնքով ունենանք խաղաղություն եւ կայունություն եւ երբ որ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք կունենանք այլևս ինստիտուցիոնալ խաղաղություն եւ կայունություն եւ այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքում նեղություն չտալը հասկացա, որ գնում են, պակաս նեղություն տալը ինչ է ենթադրում։ Ուր են գնում։ Եվրամիության դիտորդներին նեղություն չտալը ենթադրում է, որ նրանք հեռանում են երկրից։ Եվրամիության դիտորդներին նեղություն չտալը նշանակում է, որ այդ նեղության տալու անհրաժեշտությունը ըստ էության չկա, եւ երկրորդը նշանակում է, որ Հայաստանն ու Եվրամիությունը կպայմանավորվեն դիտորդական առաքելության հետագա ճակատագրի եւ գործունեության ձևերի մեթոդների մասին։ Դեռ որոշում չկա։ Իհարկե դեռ որոշում չկա, բայց նաեւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիվանագիտական կամ երրորդ երկրների կամ երրորդ կողմերի հետ մեր հարաբերությունները մեր ինքնիշխան հարաբերությունների հարց են եւ դրանք երկկողմ մակարդակում կքննարկվեն եւ լուծումներ կստանան։
Ինչ վերաբերվում է միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման, խնդրին դա վերաբերվում է միջպետական հայցերին եւ հարցը հետեւյալն է, էլի այդ հայցերը ինչի համար են։ Այդ հայցերը մեծ հաշվով խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար են կամ խաղաղություն եւ կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու լուծելու համար են։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Նկատի ունեմ, մենք երբեմն նպատակները եւ միջոցները խառնում ենք իրար։ Այսինքն շատ տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից եւ նախընտրել միջոց։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1